կուրսեր ունենք, որտեղ մի տղա է սովորում, ցավոք սրտի, հավանաբար մյուս տարի կունենանք կուրս, որ առհասարակ տղա չի լինի։ Միշան Երևանի պետական համալսարանում է սովորում եւ նկատում է համալսարանում տարեցտարի նվազող տղա ուսանողների թիվը։ Ժուրնալիստիկայի ամբողջ ֆակուլտետում ընդամենը 15 տղա է սովորում։ Երրորդ կուրսում միայն 4-ն են նրա կուրսընկերները, մնացած 46-ն աղջիկ են։ Առաջի խնդիրը հիմնականում գալիս է ընտանիքներից, երբ որ ընտանիքներում չի խրախուսվում սովորելը։ Դա չեմ կարող կապել, թե ինչի է դա կապված, թե ինչի չի խրախուսվում։ Մյուս թեման կապված է նաև աշխատատեղերի հետ։ Հայաստանում քիչ աշխատատեղեր կան, դա փաստ է ու հիմնականում անաշխատ ունակները մեր երկրում հենց երիտասարդներն են մեծ թիվ կազմում։ Մյուս խնդիրը, որը կապված է հենց այդ հարցի հետ, փողոցային բարքերն են։ Առհասարակ տղաները ընտրում են մասնագիտություն այն ժամանակ, երբ որ հասունանում են։ Սա նոր երևույթ չէ, նշում են Երևանի պետական համալսարանում։ Տարիներ շարունակ համալսարան դիմող աղջիկների թիվը զգալիորեն մեծ է եղել, ինչն արտացոլվել է նաև ընդունվածների հարաբերակցությունում։ Բոլոր տարիներին միշտ ստատիստիկան այնպեսին է եղել, որ աղջիկների թիվը ավելի շատ է, ավելի քան 60%, հա, դիմորդների թիվը աղջիկների այդպեսին է։ Ընդունվելուց բնականաբար, քանի որ դիմորդ թիվը ավել է, նաև ընդունվածների մեջ էլ աղջիկների թիվը ավել կլինի։ Տարբերությունը հատկապես տեսանելի է որոշ ֆակուլտետներում։ Բանասիրության, լրագրության ֆակուլտետներում շուրջ 90% աղջիկներ են։ Հակառակ պատկերն է ֆիզիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետներում, որտեղ տղաներն են մեծամասնություն, բայց դա չի փոխում ընդհանուր պատկերը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խնդիրը դիտարկում է ավելի լայն, ոչ միայն բուհի, այլ ամբողջ կրթական շղթայի համատեքստում, նշելով սոցիալական գործոններն ու բանակի ազդեցությունը։ Ապրում ենք մի իրավիճակում, որ մարդիկ շատ ուշադիր նայում են աշխատաշուկայում ինչն է գնահատվում, որ աշխատանքներն են բարձր վճարվում եւ ըստ այդմ որոշումներ են կայացնում։ Հիմա այդ ձեր նշած մասնագիտությունները, լրագրություն, չգիտեմ, մյուսները, բանասիրություն եւ այլն շատ ցածր են գնահատվում աշխատաշուկայում։ Դրա համար ասենք տղաները ավելի գերադասում են ոստիկան դառնալ, վարորդ դառնալ, որը ավելի մեծ եկամուտ կբերի, քան ասենք լրագրողի աշխատանքը կամ բանասերի աշխատանքը։ Բանակը ըստ մասնագետների բուհերում տղաների թվի նվազման առանցքային պատճառներից մեկն է։ Շատերը կամ չեն ընդունվում բուհ, կամ ծառայությունից հետո չեն վերադառնում, նախընտրելով կարճաժամկետ դասընթացներ եւ ավելի արագ աշխատանքի անցնելու տարբերակը, քան 4 տարի համալսարանում սովորելը։ Երևանի պետական համալսարանում նշում են, բանակ մեկնող եւ վերադարձող ուսանողների թիվը հավասարակշռվում է, բայց կան նաեւ չվերադարձողներ։ Տարեկան շուրջ 180-ից 200 տղաներ զորակոչվում են ազգային բանակ, նույն չափով էլ մոտավորապես մի քիչ շեղումով, մենք նաև վերականգնում ենք ուս իրավունքները, ովքեր վերադառնում են ազգային բանակից եւ վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները։ Չցանկացողները կան, բայց շատ քիչ տոկոս են կազմում։ Վերջին 7 տարիներին բուհերում ուսանողների ընդհանուր թիվը աճել է, սակայն գենդերային հարաբերակցությունը շարունակում է մնալ նույնը։ Եթե 2018-19 ուստարում ընդունվողների թիվը գրեթե հավասար էր, ապա 2023-24-ին իգական սեռի ներգրավվածությունը հասել է 57%-ի։ Միշայի կարծիքով խնդիրը ոչ թե համալսարանների գրավչությունն է, այլ համակարգային մոտեցման բացակայությունը։ Առհասարակ ոչ թե համալսարանը, ինձ թվում է կրթական ոլորտը, մեր կրթության, սպորտի, մշակույթի նախարարությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, որով կխրախուսի տղաների կրթությունը մեր ոլորտներում, թե ինչ քայլեր կխուսափեմ ինչ-որ հստակ քայլ ասել, որովհետև այդ ամենը հիմնականում գալիս է ընտանիքից փոքր ժամանակներից։ 2018-ից հետո համալսարան ընդունվողների ընդհանուր թիվը աճ է գրանցել, բայց սեռային անհավասարակշռությունը շարունակում է մնալ նկատելի։ Այս տենդենսը հատկապես դրսևորվում է հումանիտար եւ սոցիալական ուղղությունների ֆակուլտետներում։ Հայաստանի բուհերում ուսանողների մոտ 43%-ը տղա է, բայց նվազման միտումը նկատելի է։ Որոշ լսարաններում տղաներ պարզապես չկան։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։